Շարժարանում բացված դատականիստը նախագահում ես Մանյանս, նիստերի կրատուղալն է Նազերյանը։ Երևանի քաղաքի առաջայցային ընդհանիրովեսեն քաղաքացիական դատարանում բռնված դատականիստում քննության առնում քաղաքացիական գործն ըստ Այցի Նարեգակ Յակոբյանի ընդդեմ պատահարների գործագիտական կենտրոնի սպանքերության վեճարակայական բաժնի ներկայացնում երրորդ անձինք Ինգո Արմենիա-Պողրեգոն փոխվեշտական ընկերության Նայիրի շինասապահական սպանքերության և Հարություն Համշավերի Պրտավյանի կրկնակի փորձականության արդյունքում կայացված փորձագիտական եզրակացություն համառոճանաչելու պահանջի մասին։ Դատականիստերի քարտուղարի խնդրուզեկուցել դատարան ներկայացած անձանց և բացակայողանձանց պատճառների մասին։ Դատականիստի ներկայացան Մեծորի ներկայացուցիչ Սվետլանա Բաղդանյանը և երրորդ անձ Ինգո Արմենիա ընկերության ներկայացուցիչ Բարիկա Հակիմյանը։ Դատավարության մյուս մասնակիցները բաժանեցվել են չեն ներկայացել։ Ըստ էության Ինգո Արմենիա-Պողրեգոն ընկերության ներկայացուցիչը առաջարկել է ներկայացել։ Խնդիրներ կան։ Բարիկա Հակիմյան, Ռուսաստանի Ինգո Արմենիա ընկերության դատարանապահ բաժնի իրավաբան։ Դատարան արձանագրում ներկայացվեց Բարիկա Հակիմյանի անձնասωπ փաստաթղթի անձնական օրինակը։ Դատարան ներկայացվեց նաև Ինգո Արմենիա ապահովական փոխանցական ընկերության գործադուլորը Ռաֆասուրյանի կողմից հասարակական դրազորի 15-2025 թվականի քաղաք-Երևանում, որը վերջինս իդրեսան ներկայացուցիչների նաև լիազորի ընկերության անունից հանդես գալ Բարիկա Հակիմյանին Իդրես պետական գործ պետական մարմնի արժեք նաև Հայաստանության դատական բոլոր ակցիաներում ժամանակ վերջինիս ոչտելով քաղաքացիական դատավարության մասնակցություն 6 հոգեբատով սահմանված բոլոր դեմոկրատները օգտվել են ներկայացնության շահերը հետագայում դատարանից հոգեբաց առաջին մասի 1-12 կետերով սահմանված ծավալը ամբողջությամբ չի հրապարակում, այն ներառված է ամբողջական լիազորությունների արվեստի փաստաթղթի մեջ, մենք արձանագրում ու լիազորը գերադրվել է 1 տարի ժամկետով, այսինքն լիազորը գործում է մինչև 2026 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ և լիազորությունները ստուգեցին Արմենիա-Պողրեգոն փոխվեշտական ընկերության ներկայացուցիչ խնդրեմ վերադարձել անձնասωπ փաստաթղթի օրինակը Սվետլանա Բաղդանյան դուք նոր ներկայացուցիչ Դատարան, բայց 21-2026 թվականի դատարանի ներկայացուցիչ նորությամբ քիչ ներկայացրել նաև արտոնագրի անձնասωπ փաստաթղթի և լիազորի բնանակը և մնացած փաստաթղթերի պատճառները։ Այսօր Նարեգ Յակոբյանի ներկայացուցիչներում ներկայացված նախկին ներկայացուցիչի լիազորությունները հետկանչված են։ Ոչ, այդպես ներկայացուցիչ։ Շարունակում են։ Իսկ ծանոթությունների մասով Հասցեն նույնն է ծանոթությունները։ ծանոթությունները նույնն են։ Դատարան արձանագրում որ ներկայացվեց Սվետլանա Բաղդանյանի թիվ 31 փաստաբանի վկայականի բնօրինակը, որի դարձել է սիմոնտար փաստաբանական գործունեության թիվ 32 կարտոնագրի պատճառ տարված 2006-2022 թվականին անժամկետ փաստաբանի պալատի նախագահ Սիմոն Բաբայանի կողմից։ Լիազորությունների ծավալը ստուգվել է արդեն իսկ միջնորդության ներկայացնողորում մասնավորապես 2026 թվականին լիազորությունները պատշաճ են, դատարանը դրանց բովանդակության անհնարավորությունը գտնվում է բացակայում։ Մենք արձանագրենք, որ լիազորը գերտվել է 29/01/2026 թվականին 3 տարի ժամկետով առանց վերալիազորման իրավունքի։ Նաև լիազորագետից ներկայացվել է Սվետլանա Բաղդանյանի անձնասωπ փաստաթղթի և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճառներ։ Տիկին Բաղդանյանը խնդրում դատարանի ներկայացրել փաստաբանական գործունեության արտոնագրի դատարանեցված կամ կասեցված է։ Ոչ, այդպես։ Միաժամանակ դատարանը հարկի համարում արձանագրել ըստ ներկայացված իրավաստատող փաստաթղթի, որ դատականիստի կառուցում է գտնվում նաև իրավաբանն այդ լրատվամիջոցի ներկայացուցիչը նախ խնդրեմ դիտորոշում հայտնել ցանկանում եք այսօր ձայնագրել, թե նաև հեռարձակել համապատասխան դատական նիստը։ Տեսանկանում և այնուհետև հեռարձակել։ Հետևաբար նման պայմաններում ես խնդրեմ, որպեսզի դատական նիստի ներկայացած մասնակիցները դիրքորոշում հայտնել արդյոք վերջիններս չեն առարկում, որպեսզի սույն դատական նիստը այսօր ձայնագրվի, այնուհետև հեռարձակվի զանգվածային լրատվամիջոցների։ Չէ կարելի։
Այսպես դատանը թույլատրում է, որպեսզի դատականի ձայնագրավի եւ հեռարձակվի զանգվածային լրատվամիջոցների միջոցով, մասնավորապես դատարան արձանագրում, որ ներկայացվեց անբացման իրավաբան ներընկերության օպերատոր Վարդան Մանուչյանի իրավասատող փաստաթուղթը վկայականը, տվյալ ստեղծության իրավասատող փաստաթուղթը ուժի մեջ մինչև 30/06/2026 թվականը ինքնությունը ստուգվեցի եւ խնդրեմ անձանց վերադարձնել վերջերս անձասատող փաստաթղթերի բնօրինակները։ Եվ միաժամանակ խնդրեմ, որպեսզի դատավարության մասնակիցները դիրքորոշում հայտնեն դատական նիստի ժամանակի վայրի վերաբերյալ Պաշտպանության սակայն չնույնպես դատավարության մյուս մասնակիցների բացակայությամբ նիստը անցկացնելու հետ կապված ինչ դիրքորոշում ունի հայցող կողմը։ Եվ այսպես դատարանը արձանագրում է, որ այսօրական դատական նիստի ժամանակի եւ վայրի վերաբերյալ պատասխանող պատահարների փոխագիտական կենտրոն սպնունքերությունը վեճարականիկական դրույթ ներկայացնող երրորդ անձանցից Նաիրի Շուրանսապահովական սպնունքերությունը եւ հարություն արշավերի քրտագանը ծանուցվել է սակայն վերջիններս չներկայացան, հետեւաբար նաեւ դատարան չներկայացվել միջնորդություն դատական նիստի հետաձգելու եւ նման պայմաններում դատարանը ղեկավարվել է պրոկուրորական դատավարության 47 եւ 199 հոդվածներով որոշումն ներկայացնում գործողական դատական նիստի շարունակել դատական նիստի ժամանակի վայրի վերաբերյալ Պաշտպանության սակայն չներկայացած կողմերի բացակայությամբ եւ արձանագրում թե նախորդ դատական նիստը ստեղծան որպայության ընթացքում, որպեսզի պայծ պետք է շարունակվի դատական նիստի ընթացքը եւ միաժամանակ անորոշ ներկայացուցիչներն ենք խնդրում նաեւ դիրքորոշում հայտնել թե դատական նիստը նախագահի բացական ինքնաբացակի միջնորդություն ցանկանում ներկայացնել թե ոչ մեծ կողմը երրորդ անձը դատական նիստը նախագահի զերոս արձանագրում են, որ ինքնաբացակի հիմքերը բացակայություն գործով Սույն քաղաքացիական գործի շրջանակներում նախորդ դատական նիստի ընթացքում հայցողի ներկայացուցիչը միջնորդել է դատական նիստի հետաձգել, որ պատշաճ պատասխանող փոխանցելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելու հանգամանքով պայմանավորված, որպեսզի միջնորդությունը բավարարվի դատական նիստի հետաձգվել էր եւ խնդրեմ ներկայացնել ձեր միջնորդությունը արձանագրել, որ համապատասխան միջնորդությունը դատարան գրասենյակի մուտքի 2026 թվականին Միջնորդություն ներկայացնող կողմը հանդիսանում է հենց հայցողի ներկայացուցիչ Տիկին Վարդանը։ Խնդրում ներկայացնել միջնորդությունը։ Դատարանը շատ կարճ ներկայացնում, քանի որ գտնում ենք գործում գործող բացվելի դատական ակտը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ գործող երրորդ անձանց, այսինքն Armenia եւ նաեւ insurance ապահովական ընկերությունների իրավունքների եւ պարտականությունների վրա, ըստ գտնում ենք, որպեսզի իրենք կարողանան իրենց իրավունքները պաշար ներկայացնել դատարանը, ինչպես նաեւ որպեսզի գործի հետագայում ավելի հստակ լինի իրենց ներգրավել որպես պատասխանողի կարգավիճակով, ոչ թե երրորդ անձանց, որովհետև փաստացի ուղիղ առաջություն ունի, քանի որ ինքնին վիճակում են այս պրոցեսական եզրակացությունները, որոնք որի սկզբանն է, այսինքն առաջին պրոցեսական եզրակացությունը արդյունքի բացվում է որոշում, երկրորդ դեպքում մեկ այլ որոշում, որի արդյունքում որ արդեն պրոցեսական կենտրոնը կայացել է վերջնական որոշումը, այսինքն շղթայական որոշումները, քանի որ մեկը մյուսից կախված են եղել, ուստի գտնում ենք, որ գործով երրորդ անձին պետք է ներկայացնեն պատասխանողի կարգավիճակով, ոչ թե երրորդ անձի, որպեսզի կարողանան իրենց իրավունքների պարտականություն պաշտպանել ներկայացնել դատարանում, ինչպես նաև քանի որ դատարանը ուղիղ առնչություն ունենալու իրենց կայացած եզրակացությունների վրա ծեքտոկը։ Միջնորդության վերաբերյալ երրորդ անձի ներկայացուցիչ դիրքորոշումը պատասխանողի կարգավիճակում նպատակահարման չի, ըստ այդմ երրորդ անձը ևս օգտվում է հայտնվելու պատասխանողի սահմանված իրավունքներից եւ ընկերությունը ինվորման ընկերությունը ապահովման գործընթացը իրականացվել է համապատասխան փորձագիտական եզրակացությունների հիման վրա, ըստ այդմ ընկերությունները ևս կարող են որպես երրորդ անձ իրենց իրավունքներն ուժեղորեն ներկայացնել դիրքորոշումներ հայտնել։ Տեսեք, ես հարց ունեմ միջնորդություն ներկայացնող կողմը Դուք խնդրել եք սույն քաղաքացիական գործով պատասխանող կողմը որպես վեճարականիկական բանշի ներկայացնող երրորդ անձանց Armenia ապահովական փոխարինական ընկերությանը եւ նաեւ insurance ապահովական սպնունքերությանը ներկայացնել գործին որպես պատասխանողներ։ Սակայն նյութերական պահանջ որպես այդպիսի տվյալ անձանց ուղղում է թե ոչ։
Այգեր դատարան որպես այդպիսին պահանջը անվավեր ճանաչելն է պրոցեդուրական եզրակացության, ու ինչպես արդեն նշեցիք, հավի եզրակացությունները շփոթական կապ ունեն միմյանց հետ, հետևաբար պահանջը նաև իրենց է ուղղելու անվավեր ճանաչելու, պահանջը նույնն է պատասխանատու։ Տեսեք, եթե պահանջը նույնն է, պահանջը դուք խնդրել եք դատարանում անվավեր ճանաչել պատահարների փորձագիտական կենտրոն սրտանկյունության, պատահարի առաջացման վաճառելի փորձականություն իրականացնող փորձագետի 13-13-23 թվականին տրված թիվ 99-01-01-29 պատահարի առաջացման գրքանքի փորձագիտական եզրակացությունը։ Այսինքն ըստ էության ձեր ինտերիորական պահանջը ուղղել է համապատասխան փորձագիտական եզրակացություն տված ընկերությանը։ Մասնապես խնդրելով վերջինս կողմից կայացած համապատասխան եզրակացությունը ճանաչել անվավեր։ Սակայն դուք ձեր ինտերիորական պահանջը ուղղում եք ներկայացված միջնորդությամբ 5 Արմենիա ապահովական բաժնետական ընկերության եւ նաեւ Շուրանց ապահովության սրտանկյունության միաժամանակ նշելով, որ տվյալ պահանջը ըստ էության համապարտ է այս պահանջը դառնում։ Այո, հարգելի այն մասով, որ որպես մեղավոր է ճանաչվել եզրակացությունների արդյունքում Նարէ Հակոբյանը։ Այստեղ խոսքը գնում է ձեր վստահոտի տրանսպորտային պատահարի անմեղությանը, որ ձեր գնահատման համապատասխան փորձագիտական եզրակացությունը կայացվել է օրենսդրական պահանջների խախտմամբ։ Ես ուզում հասկանամ, տվյալ փորձագիտական եզրակացության կայացման գործում 5 Արմենիա ապահովական բաժնետական ընկերությունը կամ նաև Շուրանց ապահովական սրտանկյունությունը որևէ մասնակցություն ունեցել է, թե բացառապես այս եզրակացությունը վերջիններիս համար հետևանք է հանդիսացել, որպեսզի կայացնեն համապատասխան որոշումները մասնավորապես հատուցելու կամ հատուցում մերժելու։ Հարգելի դատարան, Նայերի Insurance ապահովական ընկերության կողմից 2023 թվականին կայացվել է փորձագիտական եզրակացություն, որը արձանագրվել է, որ Նարէ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, նշված տրանսպորտային պատահարի ժամանակ, հետագայում Կներեք, որ ընդհատում է Նայերի Insurance ապահովական ընկերությունը ինքնուրույն է որոշել հաստատված համարել վերջինիս մեղավոր ճանաչվելը, թե եզրակացության հիման վրա է նման եզրակացություն եկել։ Եզրակացության հիման վրա, եզրակացում արձանագրվել է հետևյալը։ Որպես այդպիսի յուրաքանչյուր պատասխանում է ձեր միջնորդությամբ կարգավորված որևէ ինտերիորական պահանջ ուղղված է թե ոչ։ Որպես այդպիսին մեր պահանջը հարգելի դատարան բացառապես եզրակացություն, փորձագիտական եզրակացությունը անվավեր ճանաչելն է, որը որ Նարէ Հակոբյանը ճանաչվել է տվյալ տրանսպորտային պատահարում որպես մեղավոր անձ։ Չնայած պատասխանում ներգրավելու բժշկական իրավունքը վերապահված է հայցվող կողմին, հայցվող կողմը ինքը պետք է գտնի, թե արդյոք ըստ էության իր հայցի պատասխանը կողմը պետք է հանդիսանա որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այնուամենայնիվ հարցադրումները էական են այնքանով գործի քննության ընթացքի հետ կապված, որ եթե պահանջը ձեր մոտ համապարտ չէ պատասխանների մասով եւ ըստ էության ներգրավում ենք երկու նոր պատասխաններ ձեր միջնորդության վրա, բայց տեղական է հասկանալ համար, թե յուրաքանչյուրի ինչ նյութերական պահանջ առանձին Պարզաբանում հարկեն դատարան, քանի որ նշված եզրակացությունների հիման վրա որոշվել է, թե ինչքան հատուցում պետք է տրամադրվի յուրաքանչյուր կողմին Նարէ Հակոբյանի եւ պատահարի մյուս կողմին։ Հետևաբար ինչով է կարևոր, որպեսզի ներգրավեն որպես պատասխանող ապահովական ընկերությունները, այնքանով որ եթե անվավեր ճանաչվի փորձագիտական եզրակացությունը, դրա արդյունքում հնարավոր է, որ պահանջի չափը ավելանա Նարէ Հակոբյանի ինչպես որ մյուս կողմից, այսինքն եզրակացությունը եթե անվավեր ճանաչվի, նոր եզրակացություն է պետք տրամադրել, որի արդյունքում որ նյութերական պահանջը նույնպես փոխվելու է։ Վնասի հատուցման մասին է խոսքը պատահարի արդյունքում առաջացած։ Ձեր նոր պատասխանում ներգրավելու միջնորդության իրավական հիմքում վկայակոչել եք քաղաքացիական դատավարության օրենքի 38 հոդվածի առաջին մասը։ Առաջին մասի բովանդակությունը հետևյալն է. վեճի առարկայում կատարելու բանջ չներկայացնող երրորդ անձին կարող են գործի մեջ մտնել հայցքերի կամ պատասխանատու կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41 եւ 48 հոդվածներում նախատեսված կարգով քննվող գործերը մինչև եզրափակիչ դատականակի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների եւ պարտականությունների ծախսմանը։
Ձեր կողմից նկարագրված նորմը վերաբերում է երրորդ անձանց ներգրավմանը։ Այս դեպքում նաև ձեր միջնորդության մեջ վերլուծությունները կատարված են բացառապես երրորդ անձանց վերապահված այդ իրավունքների և պարտականությունների հնարավոր առաջացմանը կամ ծաղկմանը։ Սակայն այն ամենի վերջում խնդրել եք ուտես նոր պատասխանումներ եք վերապահվածով։ Դուք այնուամենայնիվ պնդում եք ձեր միջնորդությունը պատասխանումներ ներգրավելու մասով։ Դիքրոշու։ Անդրան միջնորդության համարեցի, գտնում որ տեխնիկի փոխանցման արդյունքները ճանաչելու հետևանքը ըստ էության որպես երրորդ անձ երկրի բարմունքի ընկերությունների համար առաջացնելու են նույն հետևանք ըստեյության կողմերի փոխադարձ հաշվարկների միջոցով, այսինքն նոր նշանակված գործակալության արդյունքներով կողմերի փոխադարձ հաշվարկների միջոցով բյուրոյով սահմանված կանոնների շրջանակներում իրականացնելու են իրենց պարտավորությունները։ Ըստ էության նաև կրկնակի գործակալության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին պահանջ է ներկայացված, որը իրականացվել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի կողմից։ Բարի, ըստ էության նոր պատասխանով ներգրավելը կարգավորված է քաղաքացիական դատավարության լուսքի 33-րդ բացով, որը որպես այդպիսին օրենսդիրը դատարանի առջև որը հաստերի պարզման ըստեյության լիազունություն չի պետք դատարանին, հետագա նման պարմաներում դատարանը բացառապես առաջնորդում է այսօրի տնօրինական իրավունքիացմամբ և մասնավորապես դատարանիչը կողմը գտնում է, որ այն ամենություն քաղաքացիական գործով նյութերավական պահանջը ուղղված է նաև 9 Արմենիա բողոքական բաժնետերական ընկերության և նաև իշխանասապահական ընկերությանը, հետևաբար այս առումով դատարանը գտնում է, որ միջնորդությունը նախնարկելու ինքերը բացակայում քանի որ միջնորդությունը ներկայացվել է քաղաքացիական դատավարության լուսքի 52-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, այն է նաև դատական լույսից դուրս ներկայացված միջնորդությունը վարկվել է և առաքվել է դատավարության մյուս մասնակիցներին, իսկ ինչ վերաբերում է միջնորդության քննարկման տեսանկյունով դրա հիմնավորվածը, դատարանը գտնում է, որ անձնավորել իր տնօրինական իրավունքից ներկայացվել է անկասկած միջնորդություն և դրա միջնորդությունը դատարանը ղեկավարվելու քաղաքացիական դատավարության լուսքի 173-րդ հոդվածը և 190-րդ հոդվածը որոշում է բավարարություն քաղաքացիական գործով որոշում է որպես նոր պատասխանով ներգրավել 5 Արմենիա բողոքական բաժնետերական ընկերությանը, նաև Նայիրի իշխանասապահական ընկերությանը։ Միաժամանակ ընդունելով այն, որ նույն ընկերությունը միաժամանակ երկու դատավարական կարգավիճակով չի կարող հանդես գալ, հետևաբար դատարանը որոշում է քաղաքացիական գործով 5 Արմենիա բողոքական բաժնետերական ընկերությանը և Նայիրի իշխանասապահական ընկերությանը գործով պատասխանող կողմում վեճարական նկատողություն պահանջների չներկայացնող երրորդ անձանց կազմից հանել։ Որոշումը շնորհիչ ներկայացման բայց եւ այլ բողոքարկման ենթակա չէ։ Ինքն ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացիական գործով ակնհայտ դատավարության մասնակիցներից Նայիրի իշխանասապահական ընկերությունը ներկա չէ եւ ներկայացված չէ ներկայացի միջոցով, հետեւաբար առնվազն դատարանի կողմից կայացված որոշումը անհրաժեշտ առաքել վերջինիս, որպեսզի վերջինս ևս իրազեկվի դատավարական կարգավիճակի փոփոխման վերաբերյալ, հետեւաբար դրան հանգամանքը հիմք է ստատանի գնահատանոցի քաղաքացիական գործով դատական նիստի հետաձգելու, եթե այլ միջնորդություններ կամ դիրքորոշումներ կողմերը չունեն ներկայացնել դատավարական տեղափոխում, այսօր կողմը Եվ այսպես դատարանը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում դատարանասուն դատական նիստի ընթացքում կատարեց դատավարական կարգավիճակների փոփոխություն, մասնավորապես քաղաքացիական գործով վեճարական նկատողություն պաշտոնեկացնող երրորդ անձանց դատավարական կարգավիճակը փոխարինվեց դատարանի որոշման պատասխանների կարգավիճակով, իսկ երրորդ անձանց կարգավիճակը ըստ էության դատարեցվեց նրանք գործի մասնակցող անձանց կազմից հանվելով, հետեւաբար համապատասխան որոշումը առանձնահատկությամբ կայացված դատարանը պարտավորվում է երաժշտական առաքել դատավարության այն մասնակիցներին, ովքեր ներկա չեն դատական նիստին, հետեւաբար տվյալ հանգամանքում պայմանավորված դատարանը գտնում է որ արկա դատական նիստի հետաձգելու հիմքերը, դատարանը կողմերը քննարկում է հաջորդ դատական նիստի օրենքի ժամը եւ միաժամանակ խնդրում կողմերին դիրքորոշում հայտնել ձեր գնահատման դատական նիստի տեղողությունը որքան կկազմի, որովհետեւ դրանից պայմանավորված Բերականը թե նիստի երբ կարող է նշանակվել։ Ձեր գնահատման նիստի տեղողությունը Կարծում եմ 38 ավելի չի։
Հիմք ընդունելով հնարավորություն պատկանությունը բաշխելու հարցին պետք է անադարձ կատարենք, Եռուսնոպետ ձեր գնահատմամբ բավարար է։ Կարծում եմ այո։ «2026 թվականի մայիսի 13-ին ժամը 12:00-ին կողմերի համար բարի, դատարանը ղեկավարվելու քաղաքացիական դատավարությունից գրքի հարությունից հավանություն միատուտվածները որոշում են քաղաքացիական գործով հրավիրված կամական դատական նիստը, հետաձգել է ըստ դատական նիստ նշանակել 2026 թվականի մայիսի 13-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի առաջի այցանի ընդհանուր եսին քաղաքացիական դատարանի Երևանու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում։ Դատարանը միաժամանակ արձանագրում է առաջին դատական նիստի ժամանակ եւ այլի վերաբերյալ դատական նիստի ներկայացված մասնակիցները իդեալս ձեզ նաեւ ձեր վստահողները համարում են բաշխիչ ցամցով, դատարանը ձեզ եւ ձեր վստահողներին լրացուցիչ ցամցակի չի ուղարկել։ Դատական նիստը հայտարարում